Այսօր բացահայտելու ենք ուրիշ Անահիտ Սիմոնյան։ 20 թվականին ես որոշեցի բացել ռեստորան։ Մեկնեցի Մոսկվա Նովիկովի դպրոց։ Ռեստորանի ռեմոնտը մոտավորապես 2 տարի տևեց։ Չասես, որ նորից է կարել։ Այո, իր կոնցեպտով առաջինն էր Հայաստանում, подводные камни ոնց ասում են։ Ներջրյա քարե։ Ներջրյա քարե։ Շատ ներջրյա քարեր կան։ Ասացի պես բոլորը ասում են չի աշխատելու։ Արի ուտես, որ եղավ ուղիղ հակառակը ու շատ լավ եղավ։ Ռեստորանային բիզնեսը շատ բարդ է։ Ու ավելի բարդ, քան շոու բիզնեսը։ Այո, անընդհատ թափ ես փոխում։ Բայց ոնց է լինում, ասենք օրինակ ցնցուղի տակ մտածում ես, որ պիտի գլխարկների կրպակ բացես։ Մոտավորապես մի քանի ամիս հետո իրենք սկսեցին անել նույնը։ Դու էիր ամեն ինչը անում։ Համ խանութը, համ այսիրունը, համ հիմա այս արագ սննդի կետը։ Բավականին լավ էր աշխատում, այսիրուն էր կոչվում մեր on-line մոբիլ գեղեցկության սրահը։ Այդ ճանապարհին քարկոծումներ էլ եղան։ Ու ոնց որ հատուկ քեզ համար ստեղծես խոչընդոտներ, այն Մարիոյի աշխարհներն է ստեղծում, անցնում ես առաջ, նայած թե քանի կյանք ունես։ Իմ հայրը տղայի պես է մեզ մեծացրել, պատրաստական կյանքի յուրաքանչյուր հարվածներին։ Անահիտ, հնարավոր է մի օր հենց Արմանի համար էստեղ եկող Անահիտը վերցնի Արմանին ու ետ գնա Հայաստան կամ մեկ այլ երկիր, ինչպես ասացիր։ Ես շաբաթը մեկ անգամ ելույթ եմ ունենում հենց ամերիկյան ջազ ակումբում։ Դա ինչ գործ է։ Մոռացել էինք դրա մասին խոսել։ Սիրելիներս, եթե դուք կարծում եք ես հոգեբան եմ, իսկ Անահիտն է իմ հաճախորդը, ապա դուք չարաչար սխալվում եք։